Պարոն Պապյան, ես ուզում եմ հասկանամ այդ մեքենաները, որ էլեկտրական են, ինչ սկզբունք եք դրել հիմքում։ Օրինակ, ես կուզենայի այլ սկզբունք դնենք, հաշվի առնելով, որ մեր բնապահպանական վիճակը քաղաքի լավ չի, ես կուզենայի, որ էլեկտրական մեքենաները ավելի շատ ծառայություն մատուցեն, քան ֆիզիկական անձերինը լիներ, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան ու մեր էկոլոգիան չփչանա դրա փոխարեն մյուսը չէ։ Ուզում ասեմ, դուք էկոնոմիկայի նախարարություն եք, մենակ դες բերել տանելով չի, բայց դրա շարունակությունը տրամաբանական, որ մեզ պետք է օգուտ տա։ Խնդրում եմ այդ հարցը ձեր մոտ նշեք, որ մյուս անգամ մեր լուծումը այն լինի, որ մենք օգնենք, աջակցենք, թեկուզ մի գումար էլ տանք, որ այդ ծառայություն մատուցող կառույցները այդ մեքենան բերում։ Մարդը բերում է սեփականատերը կարող է շաբաթվա մեջ 3 օր չի վարում այդ մեքենան, չի օգտագործում։ Մենք ինչ ենք ուզում անենք դեռ այս սկզբում։ Մինչև կշատանան ավելի լավ լինի։ Շնորհակալություն։ Սա այն կողմից կարծիք որպես Պարոն այդ հարցն ենք ուսումնասիրել։ Իրականում այո, տարբերություն չենք դրել, բայց այնպես է ստացվել, որ այս անհատներով բերվածների մի զգալի մասը հենց այսպես ասած բերվել են տարբեր հիմնականում հենց այդպիսի նպատակներ, օրինակ տաքսի ծառայությունների համար են բերվել եւ այլն եւ Այդպես վիճակագրություն հանեք, հասկանանք, որտեղ չի կարա լինի։ Դուք տալիս եք արտոնություն, բյուջե չի գալի այդ գումարը, բայց դուք տալիս եք, որ հետո ինչ լինի դա։ Նշանակում է ֆինանսների նախարարը թող ասի, եթե դուք դրանից գումար չեք վերցրել, նշանակում է դուք արտոնություն եք տվել։ Այդ գումարը պետք է գար բյուջե, ճիշտ է։ Ասել եք չենք ուզում, բա որ չեք ուզում ինչ է դառնալու դա։ Մեկը տանի իր ավտոտնակում կանգնացնի ոչ մի բան չանի, շաբաթը մի անգամ վարի, չեմ ուզում։ Տվեք բոլորը թող ծառայություն մատուցեն, դիստրիբուցիա կլինի, տաքսուտակ կլինի, չգիտեմ, օդանավականից տուրիստ կտեղափոխի, թող գնա մաքսիմում 24 ժամ աշխատի։ Շնորհակալություն։ Դե իրականության մեջ երբ որ քվոտան վերցվել է որպես նպատակադրում ընդհանուր նպատակադրում է սահմանվել կանաչ տեխնոլոգիաների զարգացումը, բայց հաջորդիվ այլ նպատակադրում նաև ունենք, էական չի նոր քվոտա կունենանք թե ոչ, դա առանձին քննարկման հարց է եւ միայն Հայաստանի որոշման տիրույթում չէ, այնուամենայնիվ հիմա մենք ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն ունենք, որը շարունակվելու է գործել, այդ արտոնության պարագայում մենք մտադիր ենք ըստ էության մինչև 2 տարվա մեքենաների համար դա կիրառելի դարձնենք, որ դրանով իսկ նաև նոր տեխնոլոգիաների վրա հնարավորություն տալ, այսինքն մեկ այլ բան է, երբ որ էլեկտրական մեքենա է, բայց ինքը 10 տարվա մեքենա է եւ շուտով իր դուք ավելացած արժեքի հարկից ազատելու եք, չեք կապելու իր գործունեության հետ։ Նկատեմ, եթե նա տանի ծառայություն մատուցի, ընթացքում ավելացած արժեքի հարկա գոյանալու, դուք կարաք այդ գումարը տեղափոխեք իրան, ասեք, դուք 2 տարվա մեջ մարեք։ Դրանով նույնպես կնպաստեք բնապահպանական խնդիրների լուծմանը։ Քննարկման հարց է, քաղաքականության որոշման հարց է, նորից էլի պետք է գեներացնի, չէ՞, պետությանն է դա ձեռնտու, քաղաքականության։ Դե ամեն դեպքում այս բանը Հայաստանի Հանրապետության շահը է դա պահանջում շնորհակալություն։ Այս բանը ազգային ժողովը այդպես է որոշել եւ կառավարություն ստիպված բնականաբար կանի այն ինչ որ ազգային ժողովը որոշել է ազգային ժողովի տիրույթում է այս բան ու իսկ ինչ վերաբերում է 2 տարվա սահմանափակումը դա արդեն նորից ակտիվ մենք քննարկումների մեջ ենք։ Հիմա ֆինանսների նախարարը խոսք է ուզում, երևի թեման այնքան է որ շա պետքա տրամադրել։ Կարճ ուղղակի ռեպլիկ անեմ սրա հետ կապված, որ մենք նաև պետքա լավ հասկանանք, թե ինչն ենք անվանում էլեկտրական մեքենա, որովհետև օրինակ պարոն Պապյանի կողմից նշված մեքենաների մի մասը ունեն նաև բենզինով են աշխատում եւ հետեւաբար, այսինքն կա ամբողջական էլեկտրական եւ կա բենզինով եւ էլեկտրական հիմա ըստ էության պետքա այդ ձեր առաջարկած քննարկումների համատեքստում կարծում եմ որ այդ հարցն էլ պետքա քննարկման առարկա դառնա թեև ձեզ ասեմ որ ՏՀՏ կոդերով այդ երկու տեսակի մեքենաներն էլ նույն կոդի տակ են գնում դա է պատճառը այսինքն սա Հայաստանի կողմից չի դասակարգվում այսպես Հարգելի գործընկերներ, նախ պետք է արձանագրել, որ երբ որ այս քվոտան սահմանվում էր տարիներ առաջ, ոչ ոք չէր կարող սպասել, որ սենց աժոտաժ կլինի այս թեմայով, դրա համար է այս հարցը տարածվում, բայց պարոն Պապյան, շատ կարևոր ինֆորմացիա տվեցիք եւ ես կխնդրեմ նաեւ որ մեր լրագրողները սա տարածեն, որովհետեւ
այսպես ասած մեքենայի վաճառքով զբաղվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ հենց այն կարծիքն է, ինչը որ ես փոխանցեցի։ Օրինակ մասնավոր բազմաթիվ զրույցներ ա եղել, ինձ դիմել են, ասել են, սենց անօրինականություն ա կատարվում եւ այլն, եւ ոչ միայն ինձ, նաեւ այլ падգամավորների։ Փաստորեն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա այդքան էլ այդպես չի եւ այդ ինֆորմացիան պետքա տարածվի, որ մեր մեքենան ներկրողները իմանան, որ այն, որ իրենք ասում էին դիլերները ֆիզիկական անձանց անուններով են բերում դրա համար մեր քվոտան սպառվել է, դա այդպես չի ընդհանուր առմամբ։ Իհարկե ուսումնասիրության վերջում դուք ավելի փաստարկված կներկայացնեք։